Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բնապահպանության բաժնի աշխատակիցները երկիր մոլորակի օրվա տոնին նվիրված միջոցառման շրջանակում ապրիլի վերջին տասնօրյակը ծրագրել են անցկացնել ձեռնարկության ազդակիր բնակավայրերի դպրոցներ այցելելով։ Երկիր մոլորակի տոնի շրջանակներում այսօր եղանք արդեն 5-րդ դպրոցում, նախորդ օրերին եղել ենք արդեն Լեռնաձորում, Անդոկավանում, Սյունիքում, Արծվանիկում։ Տպավորությունները երեխաների մոտ շատ լավն են, մեզ մոտ եւս երեխաները բավականին հետաքրքրված են, ասեմ ավելին, որ բավականին նաև տեղեկացված են, այսինքն շատ հարցերի շուրջ իրենք եւս իրենց տեսակետն են հայտնում, ունենում են հարցեր, բավականին ակտիվ եւ աշխուժ անցավ, չգիտեմ, մեզ շատ դուր եկավ եւ ցանկություն առաջացավ էլի այցելել իրենց այլ բնապահպանական տոների շրջանակներում։ Սահիկաշարի գունագեղ նկարները հուշում են մոլորակն անթերի է, մնում է մարդը նրան խնամքով վերաբերվի։ Ինչպես մյուս բոլոր դպրոցներում, այստեղ էլ երեխաները հարցեր ունեն։ Նրանց մեջ կան նաև դեռատի բնապահպաններ։ Ես անդամակցում եմ բնապահպանական կենտրոնների, որտեղ մենք ունենում ենք աղբահավաքներ, ծառատունկեր եւ այլն։ Ինքս փորձում եմ բնությունը պահպանելը դարձնել սովորություն եւ օրինակ լվացվելուց ջուրը փակում եմ, որպեսզի չծախսեմ ուղակի ջուրը, հետո հոսանքը անջատում եմ, եթե ինձ հարկավոր չէ իհարկե, աղբն եմ տեսակովորում։ Ես տեսնում եմ, որ բնությունը աղտոտված է, դրա համար կան շատ միջոցներ, բայց մենք չենք անում էլի։ Օրինակ, ծխախոտի մնաց որտեղ նետում են գետնին, կամ դեղի բանկանները գցում են չնախատեսված վայրերը։ Դրա համար մարդիկ պետք է հասկանան, որ չի կարելի, թե չէ մեր երկիրը լավ օրի չի հասնի։ Ձագիկավանի դպրոցում բնության նկատմամբ հատուկ վերաբերմունքն աչքի է ընկնում բակից, ներսում էլ դրսում էլ խնամքով մշակված տարատեսակ բույսեր են։ Ուսուցիչներն ասում են, այս այցով հանքարդյունաբերական ձեռնարկության ներկայացուցիչներն ընդգծեցին բնապահպանության գերակայությունը։ Շատ կարևոր է, որ հենց Զանգեզուրի պղնձամոլիբդենային ընկերության ներկայացուցիչներն են այսօր այստեղ եւ դասընթաց են անցկացնում մեր աշակերտների հետ։ Դրանից իսկ աշակերտները կհասկանան, դասեր կքաղեն, որ նման խոշոր հանքարդյունաբերական ընկերությունը զբաղվում է եւ ամենաշատն է զբաղվում բնապահպանական հարցերով։ Ձագիկավանից բնապահպանները մեկնում են Գեղի, այստեղ մեկ շենքում 2 կրթօջախ է, Բաբիկավանի դպրոցն է ժամանակավորապես հյուրընկալվել։ Տնօրեններն ասում են շենքը նորոգ չէ, բայց մեծ է ու հեշտությամբ է տեղավորել 2 միջնակարգերի աշակերտներին ու ուսուցիչներին։ Առհասարակ էկոհամակարգի բոլոր տարրերը, ինչպես նաև մարդը, մենք էլ ենք էկոհամակարգի բաղկացուցիչ մաս, խիստ փոխկապակցված են Դասընթացի մասնակիցները փորձում են կարճ ամփոփել ստացած տեղեկությունները։ Երկիր մոլորակը շատ կարևոր է մաքուր պահել, որովհետև դա մեր տունն է։ Ես ապրում եմ Բաբիկավանում եւ այնտեղ իսկապես շատ գեղեցիկ բնություն է։ Ես չգիտեի, որ այնտեղ կան կենդանիներ եւ բույսեր, որոնք գրանցված են կարմիր գրքում։ Ձեռնարկության աշխատակիցները դպրոցներին հայատար գլոբուսներ, աշակերտներին կտորե պայուսակներ են նվիրում։ Լսում խոստում, որ մեկ անգամյա պլաստիկից քիչ կօգտվեն։ Բնության նկատմամբ սերը մարդկային ինտելեկտի գագաթնակետն է, ասում է ապագա աստղաբան Արթուրը։ Կարող է մարդկանց հոգին արթնացնել եւ ասել, որ վերջ չեք անելու ու մենք պահելու ենք ձեր դեմ, պահելու ենք ձեր դեմը եւ չենք թողնելու, որ դուք վնասեք բնությանը։ Այդպիսի ակցիաները մեծ նշանակություն ունեն։ Նաեւ ընդհանրապես այս ակցիաները մեծ նշանակություն ունեն մարդկության հասարակության մեջ, կանխարգելիչ ակցիաները, որը նաեւ բանականությամբ մարդու մտածելակերպի վրա կարող են ազդել եւ դա առաջին եւ վերջին անգամը չէ, որ այդպիսի դեպքեր եղել են, որ ակցիաներից հետո մարդկանց մտածելակերպը փոխվել է։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բնապահպանության բաժնի աշխատակիցներն օրերս այցելելու են մի շարք բնակավայրերի դպրոցներ, իսկ տարվա ընթացքում ծրագրում են նմանատիպ ակցիաներով լինել բոլոր ազդակիր բնակավայրերում։